Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Խաղաղության խաչմերուկ կոչեցյալը ոչ միայն լուրջ չէ, այլև ծիծաղելի է։ Ցավերն այնքան շատ են, որ մենք արդեն խճճվել ենք։ Այս իշխանություններն այնքան անլուրջ են վերաբերվում ամեն ինչի, որ որևէ հարցի լուրջ քննարկում պարզապես հնարավոր չէ անցկացնել։ Եվ շատ բան այլևս իրենց բացատրելու, քննարկելու, համոզելու, որոշ հարցերում միասնական ջանքերով երկիրն այս վիճակից անելու փորձերը պարզապես ապարդյուն եւ անիմաստ են։ Թվում է հիմա պատերազմը շարունակվում է, իսկ այդ պարագայում պիտի բոլորը մոռանան նույնիսկ իրենց կողմնորոշումները եւ լծվեն մեկ գործի՝ հայրենիքի ազատագրման եւ փրկության։ Դա մենք արել ենք պատերազմի ժամանակ, բայց իրենց կողմից ծաղր ենք տեսել փաստերի խեղաթյուրում։ Փակ դռների հետևում մի բան են խոսել, դուրս են եկել եւ այլ բան են հայտարարել։ Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը մշտական ստախոսությունն է։ Չէ՞ որ սուտ ասելը փոխհարաբերություններին վնաս է բերում, այն անգամ քրեորեն պատժելի է։ Իսկ սրանք անընդհատ այդ ստի վրա կառուցում են իրենց ամբողջ քաղաքականությունը, եւ դեպքերն այնքան արագ են զարգանում, որ նախորդ ստերը սկսում ես մոռանալ։ Չես հասցնում իրենց հետևից իրենց սխալները հերքել, քոնն ապացուցել, լուրջ քննարկումներ անել։ Քննարկումներն իջեցրել են հայհոյանքի, բամբասանքի մակարդակի, եւ այդ ամբողջ անլրջության մեջ մի բան ես զգում։ Այս մարդիկ հայրենիքի կորստի ցավը բացարձակ չեն զգում։ Կարելի է երկար խոսել խորքային հարցերի մասին, օրինակ, ինչու պատերազմ եղավ։ Ինչ էր կարելի անել, որ այն այսքան ցավոտ ելք չունենար։ 20 թվականի պատերազմը Ալիևը ռազմադաշտում չի հաղթել։ Պատերազմը կանգնացվել է որոշակի հրադադարով, հա, եւ դրանից հետո գործող իշխանությունը, դրա մասին մարդիկ եցին ինչի մոռանում են։ Գործող իշխանությունը հետևողականորեն ձեռնարկել է քաղաքական քայլեր, որոնք բերել են նրան, որ Արցախը կարողացել է Ալիևը բռնազավթել։ Որոնք են այդ քաղաքական քայլերը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով Քարվաճառը, Բերձորը եւ Ակնան Ալիևին առանց մի կրակոցի հանձնել է։ Առանց մի կրակոցի հսկայական տարածքներ, որի միջոց Ալիևը բազմիցս է ասել, որ մենք զինված ուժով, ռազմական ուժով համարյա անհնար է տարածքները հետ բերել։ Եվ իչոց պատական չէ, որ 20-44 օրը պատերազմի ժամանակ այդ տարածքները Ալիևը չի կարողացել գրավել։ Երկու կողմից էլ հյուսիսից էլ, Օմարում, հարավից էլ, Բերձորում հայկական զինված ուժերը հսկայական կորուստներ են պատճառել ադրբեջանական զինված ուժերին եւ հետ են մղել նրանց հարձակումները։ Եվ այդ տարածքը անմատչելի, լեռնային անձեռնմխելի տարածքը Փաշինյանի իշխանությունը մի գրչի հարվածով հանձնել է Ալիևին։ Միանշանակ հնարավոր էր բոլորովին այլ կերպ դուրս գալ այս պատերազմից։ Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից, թե ոչ։ Դա այդքան էլ մեզնից կախված չէ, քանի որ թշնամին է սկսում պատերազմը, բայց նա տեսնում է, թե երբ կարող է պատերազմ սկսել։ Այս բոլոր հարցերը մենք չենք կարողանում ազգովի լուրջ քննարկել, որովհետև մեր խոսույթն այսօր իջնում է զրոյական մակարդակի, եւ որևէ լուրջ մարդ անհարմար է զգում քննարկում սկսել։ Եթե որևէ մեկն անգամ իր ընկերական շրջապատում բանավեճի է գնում եւ տեսնում է, որ դիմացինն ամեն գնով զրույցը տանում է անլրջացման, հիմնական հարցերը թողած մանր-մունր հիշատակումներ է անում, հասկանալի է, որ անիմաստ է նրա հետ խոսելը։ Կեղծ փաստարկներ են բերում։ Իրենք ուզում են կոնֆլիկտի վերածել, քանի որ հարցից խուսանավելու լավագույն տարբերակը դա է։ Մենք երկիր ենք կորցրել եւ ցավոք սրտի այդ գործընթացը դեռևս չի կանգնել, բայց մարդիկ դա չեն զգում։ Երբ Արցախը դատարկման շեմին էր կանգնած 2020-ից հետո եւ մեծ վտանգ էր սպառնում, մեր ժողովուրդը եւ նույնիսկ արցախցիներն այս ամենը չէին պատկերացնում։ Բայց տեսեք աշխարհում ինչեր են կատարվում։ Սիրիայում պատերազմ եղավ, առնվազն 7 միլիոն փախստական տնավեր ու բնավեր եղավ։ Այս անարդար աշխարհի համար 120,000 ինչ է։ Ուկրաինայի բնակչությունը կիսով չափ պակասել է, աշխարհն անարդար է։ Որտեղ ենք մենք այդտեղ, որն է մեր տեղը։ Մենք պետք է ճիշտ դիրքորոշվենք, դիրքավորվենք, ունենանք ճիշտ դաշնակիցներ, վարենք հավասարակշռված քաղաքականություն։ Երբ գնաս դաշնակցիդ հետ խոսելու, նա պետք է վստահի քեզ, որ օրինակ ասի՝ «Պիտի մի փոքր համբերեք»։ Մեզ չեն վստահում։ Այս իշխանություններն իրենց հեղինակազրկել են եւ որևէ տեղ նրանք լուրջ չեն ընդունվում։ Ոչ արևելքում, ոչ արևմուտքում, ոչ հյուսիսում, ոչ հարավում։ Չունենք հայկական օրակարգը։ Տեսեք, մենք ողբերգություն ունենք։ Մեր երրորդ հանրապետության հիմքում դրված ազգային պետական նախագիծը ջախջախվել է։ Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, ազգադավ, պետականադավ քաղաքականության հետևանքով։ Հիմա անդիմադիր այն սեգմենտները կարող են հաջողել, որոնք ռեալիզմի հիմքի վրա ազգային պետական նոր նախագիծ կառաջարկեն, որը կլինի իհարկե արկա իրողությունները հաշվի առնելով, սա շատ բարդ աշխատանք է, ես գիտեմ։ Սա շատ բարդ աշխատանք է, բայց ընդդիմությունը այլընտրանք չունի։ Հայաստանում այսպիսի իշխանությունը մեր թշնամիների համար Աստծո պարգև է։
Անցած 5 տարիներին իշխանափոխության բազում կորսված հնարավորություններ են եղել, բայց արդյոք եղել է իշխանափոխության իրական հնարավորություն։ Այն ուժով ու կրքով, որով Նիկոլ Փաշինյանն է գրկած պահում իր աթոռը, նման բան մենք երբևիցե չենք տեսել մեր նորանկախ պատմության նախորդ 30 տարում։ Նա հասկացրել է, որ ամեն ինչ էլ անելու է, արյուն է հեղելու, եթե անգամ 100,000 մարդ ելնի փողոց։ Միտեղ կգնա, կնստի իր լայվով։ Ցավոք այս ընթացքում չհաջողվեց քրիտիկական զանգված հավաքել եւ տևական շաբաթներ շարունակ փողոցում պահել այդ մարդկանց, բայց դա պետք է արվի։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։